Նիստերի քարտուղարի աշխատանքը պահանջում է ուշադրություն, կարգապահություն, ինչներ իր հերթին ձևավորում են կազմակերպչական հմտություններ։ Կան գործեր, որոնք հրատապրոցման կարիք են լինում և նիստերը հրավիրվում են բավականին ուշ գրաֆիկի, ոչ սահմանված աշխատանքային ժամերին, երբեմն ոչ աշխատանքային օրվա, շաբաթ կամ կիրակի, կամ երեկոյան օր ժամի և նշեմ, որ ընտանիքս միշտ փոխանցումով եմ ուտենում այդ հարցին։ Աշխատանքային գործունեությունը սկսել եմ հենց հակակոռուպցիոն դատարանից որպես դատական նիստի քարտուղար, աշխատում եմ արդեն 2 տարուց ավել։ Աշխատում եմ 2021 թվականից։ Շուտով կլինի 5 տարի։ 2016 թվականից մինչ օրս 2015 թվականից աշխատում եմ նիստերի քարտուղար։ Շուրջ 7 տարի։ Արդեն 2 տարի է, ինչ աշխատում եմ որպես նիստերի քարտուղար։ Իրականում մանկուց սեր եմ ունեցել համակարգի նկատմամբ ու հատկապես այս մասնագիտությամբ ու շատ սիրել եմ դատավորի պատմուճանը։ Աշխատանքը ուսանողության տարիների ընթացքում եմ ընտրել եւ համատեղելով ուսումը աշխատանքի հետ փորձել եմ խորանալ մասնագիտության մեջ։ Երբ ուսումս նոր էի ավարտել, այնպես ստացվեց, որ իմացա դատարանում դատական նիստերի քարտուղար հաստատքի վերաբերյալ։ Սկզբում աշխատել եմ դատարանում որպես արխիվապահ, որից հետո դատարանի գրասենյակում որպես գործավար։ Առաջարկ ստացա, որոշեցի ինձ փորձեմ այս ոլորտում, եկա ու մնացի։ Զարգացրել եմ ուշադրությունս, մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու հմտությունը, ինչպես նաև բարձրացել է անձնական նպատակն իրագործելու ցանկությունը եւ ինքնագնահատականը։ Այստեղ աշխատել տարիներին հասկացա, որ յուրաքանչյուր մորուք կարևոր է եւ կարող է հետևանք ունենալ։ Կոմունիկացիա ամեն ինչում։ Իմ ամենամեծ ձեռքբերումը, որը եղել է, դա նաև, որ ես չլինելով իրավաբան, ձեռք եմ բերել այնպիսի գիտելիքներ իրավաբանական, որ 2025 թվականին ինձ հաջողվեց հաղթահարել մրցույթը եւ այս պահին սիրով կարող եմ նշել, որ հանդիսանում Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ամբիոնի ուսանող։ Շատ ծանրաբեռնված է դատական համակարգը, իսկ դրական կողմը, որ մասնագիտության համար որպես պրակտիկա շատ մեծ դեր ունի, շատ մեծ գիտելիքների պաշար։ Շատ հաճախ մենք ընտրում ենք մեր անձնական կյանքի, այսպես ասած, եւ աշխատանքի միջև եւ աշխատանքային պարտականությունները դառնում են շատ ավելի կարեւոր։ Դրանց մեջ կարող է լինել ուշ արտաժամի աշխատանք, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերի աշխատելը, այնպես որ այո, շատ հաճախ պատահում է մեզ մոտ։ Սկսել եմ տարածիորեն օրենքին ավելի շատ հետևել, ուշադիր լինել, երիտասարդները գալիս են չեն դիմանում ծավալին, ցածր աշխատավարձի։ Աշխատանքի դրական կողմերից է, որ այն թույլ է տալիս անմիջականորեն մասնակցել արդարադատության իրականացման գործընթացին, հաճախ նիստերի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում պահել հուզական հավասարակշռություն, ինչը ոչ միշտ է հեշտ տրվում։ Կինը կարող է աշխատել համակարգում, եւ պիտի աշխատի համակարգում, որովհետեւ կնոջները ամեն դեպքում կարծում եմ ցանկացած համակարգում մեծ է։ Եվ իզուր չէ, որ ֆեմիդան կնոջ կերպարով է։ Ֆեմիդան կին է, որովհետեւ արդարությունը պետք է լինի խելացի, հավասարակշռված եւ բոլորի հանդեպ նույն։ Հենց կանայք են ապահովում այդ գեղեցիկ եւ հաճելի միջավայրը, դրանով նպաստելով դատական համակարգին, վստահությանը եւ արդարադատության նկատմամբ իրենց վերաբերմունքն են փոխում։ Լինել դատական համակարգի մի մաս նշանակում է ունենալ ամուր կամք եւ ուժեղ բնավորություն։ Ծառայել օրենքին, արդարությանը եւ հասարակության վստահությանը։ Լինել սկզբունքային, հավատարիմ մնալ սկզբունքներին եւ լինել արդարավետ։ Պետք է լինել նաև դրա մի մասնիկը եւ շարունակել արդարադատություն իրականացնել։
Այն ամենը, ինչ տեղի ունենում դահլիճում, մնում է այնտեղ։